Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդումը։ Այսօր իմ զրուցակիցն է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, շնորհակալություն Սամվել։ Մոտավորապես 22 տարի քաղաքական եւ հասարակական գործիչները խոսում են բարոյահոգեբանական մթնոլորտի մասին եւ ասում են, որ այդ մթնոլորտը վատն է։ Ինչ եք դուք հասկանում ասելով բարոյահոգեբանական մթնոլորտ եւ արդյոք այն վատն է։ Հոգեբանական մթնոլորտը, ես կասեի, ասենք հասարակության մեջ արդարության զգացողությունը, դրա մակարդակը, բարոյական արժեքները, իրական արժեքները եւ հենց այդ պրակտիկ արժեքները, որոնցով ղեկավարվում են մարդիկ, կասեի, որ իսկապես վատն է։ Մեր հասարակության համար կոռուպցիան, թալանը լրիվ նորմալ բան է, ընդունելի, նրանց համար թալանող պաշտոնյան լրիվ նորմալ է ընկալվում, ասենք նույն բիզնեսմենը շատ ավելի վատ է ընկալվում, որը փաստորեն բարիքներ է ստեղծում, կազմակերպում է գործ է տալիս, քան ասենք պաշտոնյան նորմալ է։ Թալան պաշտոն հասկացությունը մեզանում այսպես է, իսկ դա բարոյական ուղղակի սարսափելի տրամաբան։ Գիտության մեջ էլ ես ասեմ, գրագողությունը մասսայական հասարակական գիտություն։ Դա էլ բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապ ունի։ Բայց իհարկե, եթե ասենք, ինչ ասեմ, գիտական աստիճան, դիսերտացիոն աշխատանքները ասենք մի 70%, 80% արտագրված են մարդը գողությամբ է։ Գող է ըստ էության։ Գողի բարոյականությամբ, գողի հոգեբանությամբ։ Այդտեղ արդեն մտավորականությունն է հասկանում է, էլիտան հասարակության այս բարոյականություն լրիվ նորմալ է։ Պատկերացնում եք ամբիոնի վարիչը հայտարարում որ արտագրություն դասագրքերը պետք է արտագրվեն։ Այդ դուք ասում եք, որ մարդիկ նորմալ են դա անցալում այդ ամենը, բայց եթե մենք դուրս գանք փողոց եւ ասենք ինչ է կատարվում, բոլորը կսկսեն բողոքել, ախ թալանում են, ախ կոռուպցիա, եթե մենք մտենք բուհեր եւ ինստիտուտներ ակադեմիական, կասեն, ախ ամենտեղ պլագիատ է եւ այլն, չէ՞, այսինքն մարդիկ կարծես թե դա դատապարտում են։ Դատապարտելը գիտեք ինչ, նրանք ձեզ կարող է ասեն, ասենք, եթե դուք հարցնեք լավ է, ասեն վատ է։ Բայց եթե այդ նույն մարդուն հանկարծ նշանակեն պաշտոնի եւ այդ նույն ձեր ասած հայցորդը ատենախոսություն է գրում, նա արտագրում է, բայց ինքը գիտի որ վատ է։ Գիտեք ինչ, հանցագործը, երբ որ նայում է ֆիլմը ու տեսնում է թե ինչպես են թալանում բան, նա բարոյապես է, որտեղ բարոյական բաներ կան, այլ բան է որ նա անցել է արդեն այդ բարոյականության վրայով եւ իրեն պատրաստ է համարում անել ինչ ամեն ինչ։ Եվ այս տեսանկյունից ասենք, տեսեք, ում ուզում է նշանակի, ասենք իշխանության, նույն թալանն են, նույն բանն են լինելու։ Համակարգային հասարակական գիտակցության, այսպես ասած, ձև է դա այսօր։ Այնպիսի մի ձև, որի համար ես օրինակ մենք առաջարկում եմ հոգեթերապիա հասարակության։ Ինչպես մասսայական, ասենք, պրոպագանդայի, հենց հոգեթերապևտիկ սեանսերի, այսինքն Կաշպիրովսկու նման։ Չէ, զրույցների հատուկ մշակված ծրագրերի միջոցով, որով փոխեն, հնարավոր լինի ուրեմն փոխեն, զարգացնեն այդ արդարության զգացողությունը, բարոյական արժեքները։ Գիտեք, ես երբեմն առաջին անգամ լսել գաղջ մթնոլորտ, ոչ թե վերջին նախագահից ներկայից, այլ 91 թվականի գարնանը։ Այն ժամանակ ասուլիս էր տալիս այն ժամանակ նա վարչապետ, հետևաբար առաջի դեմք, փաստորեն Վազգեն Մանուկյանը եւ նա ասաց, ես զարմացած եմ, ինչպիսի գաղջ մթնոլորտ է մեզ մոտ, որովհետեւ մենք արդեն հռչակել ենք մեր անկախությունը, մենք 91 թվականին, բայց դեռ չէինք, ոչ սեպտեմբերի 1-ից առաջ էր։ Մենք արդեն հռչակել ենք 90 թվականին, հռչակագիրը 15 օգոստոսի հայտարարվեց Գերագույն խորհրդի կողմից։ Հա, մենք գնում ենք դեպի անկախություն, մենք պիտի արդեն մեր վրա հույսը դնենք, մենք պետք է ապրենք որպես ինքնուրույն ազգ, եւ դա պետք է ոգևորություն առաջացնի հասարակության մեջ, բայց մենք խոսում ենք միայն հացի մասին, այսինքն դեռևս այն ժամանակ իշխանավորը ասում էր, որ գաղջ մթնոլորտ է։ Այն ժամանակ ես ճիշտ ասած չեմ հիշում, բայց 90, 91, 92 դա անցումային շրջան էր, նոր ամեն ինչ փոխվում էր, մեծ ոգևորություն էր բավական անկախության, անկախացման կապակցությամբ,
Եվ այդ առաջի этаպը սովորաբար ցանկացած հեղաշրջման առաջի этаպը ազնվության ու արդարության մակարդակը բավական բարձր է։ Երբ որ ասենք մեր հին պաշտոնյաների այդ ժամանակվա խոսում են, այն ժամանակ օրինակ մինիստրների պորտֆելները բաժանվում էր ըստ արժանվու, այսինքն այս մարդը լավն է տալիս ենք։ Այդ շրջանում նույնիսկ համոզում էին նրանք հրաժարվում են։ Այդպիսի վիճակ օրինակ ինձ էլ բարձր պաշտոն առաջարկեցի, երկար մտածելուց հետո հրաժարվեցի։ Այսինքն մի արդարության ցույց է տալիս, որ ճիշտ արեց։ Եվ շատ ճիշտ արեց, իհարկե։ Վաղուց էի կործանվել եթե այդ պաշտոնը լինի։ Անկում ապրել։ Ուրեմն այդ առաջի этаպը այդպիսի ընդհանրապես եթե հեղափոխական առաջի этаպ այն արդարություն, ազնվություն, լոզունգները միշտ լինում են, չէ՞։ Դա անցավ, դրան հաջորդող этаպը սկսվում է այսպես կոչված անոմիայի этаպը, երբ բարոյական կտրուկ անկում է թալան ու եթե կհիշեք, այնպես ինչպես այն ժամանակ էր, երբեք մենք չենք 93, 94, 95, 98, այսինքն սարսափելի մի վիճակ էր, ծախվում էին բոլոր պորտֆելները, ամեն ինչ։ Թալաներ ամենուրեք, մասսայական։ Այսինքն սկզբից այդպես չէր։ Չէ, տենց է, օրենք է դա։ Սկզբնական շրջանում հեղափոխության, դրան անմիջապես հաջորդող շրջանում հեղաշրջման, ընդհանրապես դա օրենք է բոլոր հասարակությունում։ Մի պերիոդ արդարության շրջանելն է, որին հաջորդում է այդ համընդհանուր բարոյական անկման արժեքների փոխման, դեռ արժեքներ էլ են, ժամանակ չկար, մի մասը էս արժեքով, մի մասը։ Հետո աստիճանաբար այսօր դա գիտեք, արդեն դարձել է համար մեկ արժեքը, դարձել է ուրեմն փողը ինչ գնով ուզում է լինի սկզբունքով։ Այսինքն հետևաբար հեղաշրջումներ չպետք է լինեն մարդկային պատմության մեջ։ Իհարկե, աբսուրդ են դրանք։ Աբսուրդ են դրանք։ Դանդաղ էվոլյուցիոն զարգացումը ամենաճիշտն է։ Մարդիկ մտածում են այն մասին, հա, այսպեսի հոգեբանական բան, ինչ նրանք չեն ուզում, ոչ թե ինչ են նրանք ուզում։ Եվ ստանում են հենց այն, ինչ որ իրենք չեն ուզում։ Այսինքն, եթե մտածում են, որ ամեն մի կտոր հաց ուտելուց ես մտածում եմ, որ չչաղանամ, ես չաղանում եմ։ Ես երբ մտածում եմ, որ ես ժամանակ չունեմ, ես անպայման ուշանում եմ։ Կա այդպիսի բան, թե չկա։ Հոգեբանական անպայման, դա ծրագրավորման ձև է։ Մեր ենթագիտակցությունը ամեն ինչի ճիշտ հակառակն է հասկանում։ Ոնց որ հաճախ, շատ հաճախ ենթագիտակցությունն ու գիտակցությունը իրար հակադիր ոնց որ ասած մեկնաբանություն են անցալում, հակադրվում են իրար։ Հենց մենք ասում ենք չեմ ուզում քնեմ, մեր քունը իսկույն տանում է։ Հենց մենք ասում ենք քնեմ, շուտ քնեմ, մենք չենք կարողանում քնել։ Հասկանում եք, այդ հակադրությունը ամեն ոլորտում կա։ Մեր հոգեկան ամենատարբեր, այդ թվում նաև չաղանալու հաշվով, այո։ Երբ դու չես մտածում չաղանում ես բան եւ ամեն ինչ նորմալ է կամ մտածում ես ինչ ես նիհարել, այդ ժամանակ իսկապես սկսում ես նիհարել, սա ծրագրավորման մեխանիզմ է, ինքնահաներ շրջան։ Այսինքն պետք է պոզիտիվ ծրագրավորվել։ Գիտեք, Մայր Թերեզան ինչ է ասել է, ես երբեք չեմ գնա մի ցույցի, որը պատերազմի դեմ է։ Ես կգնամ մի ցույցի, որը խաղաղության կողմ է, հա։ Այսինքն մենք կարող ենք միայն այդ նեգատիվ մտքերը մեզնից վանենք եւ միայն պոզիտիվ ինչ ենք մենք ուզում եւ ոչ թե ինչ չենք ուզում։ Գիտեք, դա երևի թե հոգեբանության ամենամեծ գաղթ։ Այո, օրենքով դա տենց է, իսկապես տենց է։ Եթե մենք դրական ենք մտածում, ապա իսկապես է դրականն է կատարվում, եթե մենք։ Բայց գիտեք ինչն է, որ ասենք այդ դրականը մտածել ու այդ մտածածին հավատալու խնդիր է։ Հասկանում եք, շատերը մտածում են, բայց չեն հավատում։ Եվ դա անկեղծորեն պետք է մտածես։ Հա, անկեղծորեն պետք է մտածես, չէ՞ որ եթե իսկապես են մեկը հանգարցի ասենք ասում է վայ նիհարեցի, ես ինչա բանը, եւ իսկապես շարունակում է նիհարել, բայց եթե նա չի հավատում, ինչքան ուզում ասի, դա չէ, այստեղ ամբողջ մեխանիզմն ինչպես անել, որ ենթագիտակցությունը հավատի։ Հիմա օրինակ իմ աղջիկը հենց այդ հիմնախնդրի վրա է աշխատում, ատենախոսության։ Այ տեսեք, եւ հասարակական կյանքում, հա, որ այն ինչ որ մենք անդադ ասում ենք, այս վատն է, այս կոռուպցիա է, այս չգիտեմ թալանը եւ այլն, եւ մենք ավելի քիչ ենք խոսում նրա մասին, թե ինչ տիպի պետություն ենք մենք ուզում ունենալ, այսինքն ինչ ենք մենք ուզում որ լինի մեր պետության հետ, հա։
ավելի քիչ ենք խոսում այն մասին, թե ինչ ենք ուզում որ լինի, հա, ավելի շատ խոսում ենք ինչը չենք ուզում, ինչը վատն է։ Այդպես չի։ Այո, իսկապես այդպես է, ավելի շատ ասում ենք ես վատն է, բայց չենք էլ պատկերացնում թե ինչ է։ Եվ դա շատ, չնայած ուրվագծվում է, պատկերացնում ենք, ինչ որ վերացական ենք պատկերացնում, դեմոկրատիա ենք պատկերացնում, ազատություն ենք պատկերացնում, արդարություն, բայց դրանք այնքան վերացական են։ Իսկ այն բացական տեսլական այսինքն մեխանիզմների տեսլականը չենք պատկերացնում։ Հա, այո, ոչ միայն տեսլական, մինչև դա չկոնկրետանա, հստակ, կոնկրետ ինչ ենք անում, ինչ քայլերով, ինչպես այդ դեպքում ոչինչ հնարավոր չի լինի անել, բայց բոլոր դեպքերում առաջի հերթին հասարակության գիտակցությունը հետ ձեր ասած բարոյահոգեբանական վիճակը, աշխարհընկալումը պիտի փոխվի։ Աշխարհընկալման վրա պիտի աշխատի։ Ընդհանրապես, օրինակ հոգեբանության մեջ ընդունված է, որ մարդու խնդիրների 90%-ը, եթե ոչ ավելին, պայմանավորված են նրա աշխարհայացքով, մտածելակերպով, ընդհանրացումներով, կյանքի սկզբունքներով, մտածելա ոճով, այդ դրանք են որոշում, ասենք, որ մեկը դժբախտ կլինի, մեկը երջանիկ, մենք նևրոզով կտրապի մյուսը։ Նույնն էլ հասարակության մակարդակով։ Դրա համար իմ առաջարկածը հասարակության կոգնիտիվ թերապիա։ Այսինքն ճանաչողական ոլորտում։ Մենք հաճախ ենք օգտագործում եւ մամուլում եւ հրապարակախոսության մեջ եւ փողոցում խեղճ բառը, հա։ Մեր խեղճ ժողովուրդը կամ ես շատ խեղճ եմ, ես ինքս ինձ շատ եմ խղճում, որովհետեւ իմ գործերը վատ չեն։ Գուցե ինչ-որ դա բանալի բառ է, որից պետք է հրաժարվել, հա։ Այո, այդ մասին շատերն են խոսել, ասել, որ անընդհատ է դրանք բոլորը ծրագրավորող հանգամանքներ ունեն, ծրագրավորող արժեքներ ունեն։ Օրինակ, ասենք, որ մեզ մոտ գալիս են նևրոզով հիվանդներ, ես թույլ եմ, վատն եմ, ես ոչինչ չեմ ներկայացնում, հիվանդ եմ, չեմ կարող, այդ չերը այնքան շատ են, բայց դրանք ծրագրավորում են հենց։ Նրանք ծրագրավորում են, այո, վիճակը ծրագրավորում են։ Ժամանակին մի ֆրանսիացի դեղագործ կար, անունը Կուե, դրա մոտից դեղ առնողները ավելի արագ էին ապացուցում։ Բարձրից ասում է ամեն մեկին դեղը տալուց, ասում է խմելուց հետո կասես ես գնալով ավելի ու ավելի լավ եմ։ Գավաթած չես, կարևոր չի, բայց ասա։ Մի շատ կրկնելուց հետո իսկապես դա ազդում է եւ եւ բացասականն է իր բացասական ազդեցությամբ եւ դրականն է, ուրեմն բավական հաջող ուրեմն ազդում մարդու ճակատագրի վրա։ Նա ծրագրավորում է իրեն։ Նա ծրագրավորում է դառնալ դժբախտ։ Այդ մեզ փոքրուց են ծրագրավորում։ Այ դու կդառնաս այսպես հորդ պես, դու ասենք տան տաղանդես, հիմար ես, քեզնից ոչինչ չի ստացվի, ծրագրավորեց։ Ու այդպես կգնա նա արդեն իր մեջ ոչինչ չի ստացվի։ Կան մարդիկ, հա, որոնք հակված են դեպրեսիաների։ Իսկ կարելի է ասել, որ կան դեպրեսիվ ազգեր, այսինքն ազգեր, որոնք շուտ են հիասթափվում կյանքից, թե դա չի կարելի ազգային մակարդակով դիտել։ Չէ, ազգային մակարդակով որպես ազգի բան չի, որոշ ազդեցություն ունենում է աշխարհագրական վիճակը, դեր օրինակ սկանդինավյան երկրներ, որտեղ արևի քանակը քիչ է, լույսը քիչ է ընդհանրապես, այնտեղ դա նպաստում է դեպրեսիայի աճին, ինչն էլ նպաստում է օրինակ ալկոհոլիզմի քանակը, որտեղ դեպրեսիա, ալկոհոլիզմը ավելի ուրեմն իրար հետ սերտորեն կա, այդպես կարող է ասել, բայց ասել հայ ազգի համար դեպրեսիվ ազգի ամենևին ես չի համաձայնվի այդ մտքի հետ։ Բա ինչ որ բան կարելի է ինչ որ մի բնութագիր տալ մեր ազգին։ Գիտեք, բնութագիր շատերն են տվել եւ ինձ թվում է բավական ճարպիկ, խելացի, ճկուն, հարմարվող, նույնիսկ անեկդոտներ կան հայերի հարմարման։ Կպատմեք, չէ, մի քիչ ասում է եթե ուրիշ մի ազգ ընկնում է կեղտի մեջ, դուրս ուզում է դուրս գալ, մերոնք հարմարվում են։ Այսինքն դա եւ լավ բան է եւ վատ, հա։ Հա, էլի հարմարողականության բառն է իսկապես մտածողության առումով բավական տաղանդ է, ինդիվիդուալիստ ազգ ենք, ամեն մեկը մեծամոլությունն է շատ տարածված, այդ ձեր ասածը, այդ որ ասում է անդադ խեղճ են, վատ են, այդ ինքնագնահատականի հակառակ բերել են, մյուս բերում ինքը իրան երևակայում որպես բավական հզոր հետաքրքիր պահ է, ընդհանրապես, երբ որ մարդը անդադում է ես վատն եմ, մեկ էլ տեսնում ես մինչ որ պահի ինքը իրան բավական գերագնահատած իրավիճակում է, իհարկե կա նաև որ հենց իսկապես նա այդ կարծիքն է։
այ վերջերս Facebook-ում եւ նաեւ խոսակցություն ես հիասթափվել եմ այս երկրից, ես արտագաղթում եմ, հաճախ այդպիսի բաներ են կարդում։ Դա ինչ է, դա սպառնալիք է, ինչ որ մեկին ուղղված, դա շանտաժ է, թե իսկապես մարդը դա է զգում։ Իր հույզերի արտահայտումն, արտացոլումն է, բախվել է մի անարդարության, բախվել է։ Ինչ այդ անարդարությունը արտագաղթի ամենա կարևոր պահերից են մեկը, իհարկե, տնտեսական գործ չի, դա էլ, բայց անարդարություն դա իհարկե իր հիասթափության, իսկապես ես օրինակ գնահատել, որ իր էմոցիայի, եթե կոնկրետ մարդկանց ուղղված չի, դերասանություն չի, էլի, ինչ-որ շանտաժային միգուցե նայած, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, ավելի շատ է Facebook-ը յուրահատուկ պսիխոթերապևտիկ ուժ ունի, եւ մարդը երբ որ արտահայտում է, խոսում է, ասում է, այլ մասսայական ձևով, բոլորին է ասում, շատ հաճախ կհանդիպեք էմոցիոնալ այդպիսի փոխում, դա ինչ որտեղ պսիխոթերապիա է։ Այսինքն ինքը իրեն ավելի լավ է զգում դրանից։ Ինքը այդ ձևով կարծես արտահայտում է, դուրս է թափում իր հույզերը։ Մենք կարող ենք ասել, որ արտագաղթելով մարդիկ կամ մարդկանց որոշ մասը իրենց բողոքն են հայտնում, մոտավորապես ինչպես որ երեխան չէ, դեռահասը ասում է, այ ես կմեռնեմ եւ բոլորը կտեսնեն, թե ինչքան լավն է ես եւ ինչքան եմ ես պակասել իրենց կան։ Դրանք մի կողմ է, դեռահասները շատ են տնից փախնում որպես բունտ, էլի իրենց կարգերը։ Այո, այդ բունտի կա, այդ բունտի տոկոսը կա արտագաղթի պարագայում, ասենք այդ բունտի ինչ որ իրենց դժգոհություն արտահայտելու յուրահատուկ ձև է, բայց նորից եմ ասում, այստեղ միշտ պետք է հաշվի առնել, որ իսկապես հայրենասիրության դոզան այդ մարդկանց մեջ քիչ է, ավելի քիչ է, քան շատերը։ Շատ մարդիկ իսկապես, որ ասում են միջին խավը, շատ լավ կապեր դրսում, բայց մարդիկ գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես մարդ գիտեմ, որ տասնյակ տեղերից, այսինքն դուք էլ գիտեք, ասենք նույն Բարսեղ Թումանյանին, հրավիրել են քանի երկրից ես որ այդտեղ գամ, շատ լավ կապեր, ամեն ինչ այնտեղ բարձր մակարդակով չէր գնում այդ մարդ։ Գնում երկուն գալիս է, գնաց չեմ կարող անում ես։ Ես չեմ կարող ես հողել, չեմ կարող։ Դա ինչ է, դա իրացիոնալ ինչ որ զգացմունք։ Այո, կապվածությունը հողին, հողի կանչը։ Միջավայրի ընկերության ամեն ինչն է, դա քո ոնց որ քո աշխարհ, քո բունն է։ Իսկ մարդը բունը լքելը եւ պիտի ասենք այդ բնի հետ այդքան կապված չլնես էլի որ հեշտ ու հանգիստ լքես ու գիտեմ մի անգամ Ամերիկա է գնացել ես էլ այլևս չեմ կարող ապրել այստեղ իսկ ես փոխահասենք նույն ամենալավ երկրում էլ եղել եմ ես օրերն ու ժամերն եմ հաշվում ինչ երկար եմ մնացել որ երբ եմ հետ գալու երբ որ ես նման բան եմ ասում իմ ուրեմն դիմախոսները ասում են իսկ ինչ կա Հայաստան որոնք արդեն գնացել են որ մենք պիտի հպարտանանք կամ ժամանակակից Հայաստանում ինչ մի լավ բան կա որը մեզ պետք է ստիպի որ մենք սիրենք մեր երկիրը դե հիմա գիտեք sense որ եւ վերջնենք քո մայրն էլ է ծեր միգուցե տգեղ արդեն սպիտակ մազերով միգուցե շատ բայց դու սիրում ես դա հասկանում եք այդ զգացմունքը ինչպես ռացիոնալ գնահատել ասել չէ մայրը այդ տեսեք մեծացել է տգեղացել է ես էլ իրեն չեմ սիրում այդպիսի մի բան է ստացվում այ հենց դրա համար եմ ասում որ այդ հայրենասիրական զգացմունքները շատ քիչ է իսկ այստեղ կան արևմուտքում ծնված մեծացած շատերը ես էլ գիտեմ որ նա թողել են իրենց բանը երկիրը բարեկեցիկ երկիրը եկել են ստեղ են ապրում բիզնես այո հայեր ստեղ են ապրում եւ բավական հաջող հարմարվել են իրենց բիզնեսն են դրել շատ հաջող ապրում են նրանք այն դեպքում երբ որ կարող են շատ այնտեղ ավելի ուրեմն բան անել այսինքն զուտ նյութականը ընդհանրապես մի մասն է կյանքի եւ այն նույնիսկ այն մասն էլ չի հանում որի դուք կյանքը զոհաբերես իսկ կարող եք ասել գիտեսեք պարոն Աբրամյան ասենք մարդը թողել է ստեղ ես գիտեմ իրական դեպք պրոֆեսոր գնացել է այնտեղ պամիդոր է սորտավորում Ռուսաստանում թե ուրիշ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որտեղից ինչ ոնց ինչպես մարդու ուղեղը չի տեղավորվում այնտեղ նորմալ աշխատավար ինչ կա այնտեղ որ ստեղ չկա ազատություններ չէ դու ասում եմ երեխայի համար եմ գնացել այ քեզ բան կարող քո երեխային հենց իսկ բուն ծնողներն են դեռ դժգոհում են որ մեր երեխաները կործանվում են թմրամոլություն այլասերվածությունը մի կերպ ենք պահում ես իսկ իրական բան եմ ասում ես հանդիպել եմ ծնողների հետ այդտենց օրինակ Լոնդոնում
բողոքում են դժվար սարսափել մի կերպ են կարողանում պահել, որ երեխաները չկործանվեն մեր։ Իսկական կործանում են դեռ գնում, ասենք երիտասարդների հարբեցողություն, տմրամոլություն, այլասերություն, եւ ասում են իմ երեխայի համար ինչ որ երեխատ Որինչ։ Եվ հետո գիտեք, կարիերա ունենա, լավ ֆունկցիոնալ, լավ կրթություն ստանա։ Մարգինալ հասկացություն, մարգինալ անձ։ Երբ որ մարդը հայը ստեղից գնում է ուրիշ երկիր, նա արդեն վերածվում է մարգինալի, նա ոչ այդ երկրի քաղաքացի, ոչ այդ երկրի ազգից է, եւ ոչ էլ հայը արդեն բնականաբար այստեղից դուրս է եկել, այնտեղ չի։ Եվ դա բերում է հանգեցնում արդեն ճգնաժամի։ Օրինակ դեռահասության ճգնաժամը դրանով են բացատրում։ Դեռահասը ոչ հասուն մարդ է, ոչ երեխա, միջանկյալ ինչ-որ մի բան է, էլի։ Եվ ինքը ոչ ստեղ են ընդունում, ոչ այնտեղ։ Հասկանում եք։ Կարող ենք ասել, որ արտագաղթը հոգեբանական համաճարակի նման մի բան է։ Այո, հոգեբանական համաճարակային պահը իսկապես միանշանակ կա, մեկը մեկի, եւ զուտ ֆիզիկական առումով վատես արիի եղբայրս ընդեղա քույրս նա գիտեք մենք առանց այդ էլ ահռել է սփյուռք ունեին նախքան արտագաղթի մեծ ոսկը ահռել է սփյուռք ունի այսինքն ող կա այստեղ գնա ես քեզ կպահեմ ես քեզ կտեղավորեմ աշխատանքի եւ դա մեկ արդեն համաճարակ է ստե դե մյուս կողմից էլ անընդհատ այդ շեշտելը այստեղ վատ է այսքան մարդ գնաց այստեղ գնա դա հոգեբանորեն ոնց որ ծրագրավորում է մյուսներին էլ վեր կաց գնա Այսինքն մարդկանց մեջ մտցնում է այն գիտակցությունը, որ եթե այս բանին ստեղված է, վերկած գնա։ Այդպես են մտածում նաև ամուսնալուծող ամուսը։ Ասենք այն ընտանիքներ, որոնք չեն ամուսնալուծվում, նրանք համոզված են, որ մի օր լավ կլինի, մի օր վատ կլինի, այսօր վատ կլինի, մյուս օրը լավ կլինի։ Եվ չի կարելի ընտանիքը մի հանգարց կռվի կամ մի ինչ-որ բանի պատճառով լքել։ Իսկ այս մարդկանց գիտակցության մեջ, ովքեր ամուսնալուծում են, այն շատ կա որ եթե վատ է, թող գնա։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն էր հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ցտեսություն։